ասեց որ որովհետև չկդա մեկը որ իմ դեմ գանկնի եւ ես եղավ ֆարավոն, սա է մեր ցավը, սա է մեր խնդիրը։ Մենք այսօր մեր եկեղեցական իշխանությունը բդած է, նեխած է Կարեկին երկրորդի գլխավորությամբ։ Եվ սա ես նոր չեմ ասում։ Դուք լավ գիտեք, ես 2018-ին Սուրբ Աննայի հրապարակում ելայը իմ տեսանյութերը կան, ասեցի որ մենք պետք ունենք աղոթող կաթողիկոս, մաքուր կաթողիկոս, այդ պետք չունենք մի կաթողիկոս, որ ուխտը տրժել է գուսակրոնության, ունի գին երեխաներ, ունի տորնիկներ, եւ մարդը քաջություն անգամ չունի ելնել ասելու, որ այո, այսպես է, ինչ կնշանակե, խատունը իր մոր անունն է, գդրիչն է, Սիսյանը իր արեք երրորդ անձանց անուններ չտանք եւ չթիրախավորենք, որովհետեւ Հայաստանը ես չեմ որ բացահայտում եմ։ Հայաստանը փոքր երկիր է եւ մարդկանց գտնելը րոպեների հարց է։ Արեք մենք երրորդ անձանց չթիրախավորենք ու խոսենք խնդիրների մասին, ոչ անձանց։ Ինչ ասա, եթե վարչապետը չփարսացայներ եւ վարչապետը իրավունք չունի որպես հայ արաքելական եկեղեցու հետևորդ, դրա իրավունքը ում է դրված։ Եթե դրված է ուրեմն ազգային եկեղեցական ժողովի, դա մեր բարձրագույն մարմինն է։ Բայց այս մարդը վերջին անգամ գումարել է ազգային եկեղեցական ժողովը իր ընտրությունների ժամանակ։ Նրանից հետո ազգային եկեղեցական ժողով չի գումարվել